Եվ այսպես Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ մի հետևություն չեն անելու Իրանի հետ կատարվողից, հարգելի հեռուստադիտողներ, անցյալ ուրբաթ օրը հունիսի 13-ին մեկ ականատես եղանքներա, թե ինչպես առավոտյան ժամերին Իսրայելը աննախադեպ հարվածներ հասցրեց Իրանի Իսլամական Հանրապետությանը, թիրախավորելով եւ ռազմական օբյեկտները եւ միջուկային օբյեկտները, ավելին սպանվեցին մոտ 20 բարձրաստիճան զինվորականներ, ել չենք ասում կարևոր գիտնականների մասին, Իրանի միջուկային ծրագրով զբաղվող գիտնականների մասին եւ տրամաբանությունը հետեւյալն էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չէր կարող չարձագանքել այս ամեն ինչին եւ մենք վերջին մի քանի օրերի ընթացքում ենք դրա ականատեսն ենք լինում, թե ինչպես են կողմերը միմյանց միջև փոխանակվում հարվածներով։ Գիտեք նաեւ ինչն է շատ հատկանշական, հատկապես առաջին մի քանի ժամերի ընթացքում, երբ որ տեղի ունեցավ Իսրայելի հարձակումը, կարծես թե Իրանում կար որոշակի առումով շփոթմունք։ Անսպասելի էր այն հանգամանքը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ժամանակ ինչ որ մեկը այս պարագայում Իսրայելը կարող էր հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Կարծես թե այստեղ Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր իշխանությունները հույսը դրել էին նրա վրա, որ եթե արևմուտքի հետ դու ինչ-որ մի բանի վերաբերյալ բանակցում ես կամ պայմանավորվածության ես գալիս, արևմուտքը այդ պայմանավորվածությունը ինքը կպահի։ Բայց այստեղ խնդիրը իրականում շատ ավելի խորքային է, քան այս 2-3 ամսվա բանակցությունները։ Հիշում եք, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նաև ասում էր, որ 60 օր էր տվել 2 ամիս առաջ Իրանի Իսլամական Հանրապետության մեր բարեկամներին, որպեսզի իրենք գնան գործարքի միջուկային ծրագրի շուրջ, բայց այդ 60 օրը լրացավ, դրանից հետո Իսրայելը հարձակում կատարեց։ Խնդիրը այդ 60 օրվա մեջ չէ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե մենք մի փոքր ետ նայենք վերջին 1-1.5 տարվա ընթացքում, մենք կտեսնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական խորքը մեթոդաբար ոչնչացվում էր, փուլ առ փուլ ոչնչացվում էր։ Ամեն ինչ սկսվեց Խամասի փաստացի ոչնչացումից եւ նրանից թե ինչ էր կատարվում Գազայում։ Դա շարունակվեց նրանով, որ գրեթե ոչնչացվեց Հեզբոլլահը, հիմա սրան առանձին կարադառնանք, եւ որ ամենակարևորն էր, նաեւ Սիրիայում տեղի ունեցավ իշխանազավթում, ահաբեկիչները, որոնք աջակցություն են վայելում Թուրքիայի իշխանությունների կողմից, վերցեցին իշխանությունը, իսկ Խամասը, Հեզբոլլահը, Հութիները, Սիրիայի իշխանությունները Իրանի կողմից ձևավորված այն անվտանգության գոտին էր, որը Իրանի Իսլամական Հանրապետության համար ռազմավարական խորք էր իրենից ներկայացնում, ինչը թույլ է տալիս որոշակի առումով անվտանգ զգալ հենց Իրանի Իսլամական Հանրապետության մեր քաղաքացիների համար, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ եւ առնվազն զարմանք կարող էր առաջացնել վերջին ամիսների ընթացքում այն, որ իրենց ամենակարևոր ակտիվը, խոսքը վերաբերում է Հեզբոլլահին, Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները այդքան հանգիստ եկեք այսպես ձևակերպենք, տվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների շրջանակներում ճուտ պայմանավորվածության շանսի դիմաց։ Գիտեք, նաև կա առնվազն տպավորություն, որ միջուկային ծրագրի շուրջ ամերիկացիների հետ պայմանավորվածության գալը վերածվել է որոշակի առումով իդեա ֆիքսի Իրանի Իսլամական Հանրապետության մեր բարեկամների համար, հարևանների համար, ինչպես օրինակ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների համար եւ քաղաքական դասի որոշ ներկայացուցիչների համար մոլուցքի է գրեթե վերածվել այն, որ Թուրքիայի հետ անհրաժեշտ է հաստատել ինչ-որ հարաբերություններ եւ տեսեք, եթե մեր պարագայում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն խանգարում էր Արցախի հանրապետությունը եւ կարելի էր զիջել Արցախի հանրապետությունը, ապա այստեղ մենք տեսնում ենք, որ մի շարք այլ հարցեր կային, որոնք փաստորեն պետք էր զիջել միջև գալ համաձայնության Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց իրականությունը եղավ Իրանի պարագայում այն, ինչը եղավ նաև մեր պարագայում։ Տեսեք, ռոմանտիզացրեցինք մենք Թուրքիային, վերջում ստացանք Արցախի հայաթափում եւ հիմա քննարկվում են հարցեր, որոնք ուղիղ սպառնալիք են իրենցից պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար, նույնը վերաբերվում է նաև Իրանին, երբ որ դու զիջում ես հանուն ինչ որ մի գործարքի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կամ կոլեկտիվ արևմուտքի հետ Խամասը, Հեզբոլլահը, Սիրիայի իշխանություններին, զիջումների ես այլ գնում, դա մեկ քայլանի կոմբինացիա չէ, այսինքն դու 1-2 զիջում արեցի եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Ոչ, գործընթացները գնում են այն ուղղությամբ, որ դու շարունակաբար ինչ որ բաներ զիջում ես։ Կրկին ասենք, մենք այստեղ ռոմանտիզացնում ենք Թուրքիան, ինչի արդյունքը տեսանք հայաթափված Արցախ, իսկ այնտեղ կա որոշակի ռոմանտիզացում արևմուտքի եւ արևմուտքի հետ որոշակի պայմանավորվածությունների, բայց այս իրավիճակում կա եւս մի կարեւոր հարց. ում է այս ամենը ձեռնտու կամ լավ, եկեք վերաձևակերպենք, ով կարող է օգտվել Իրանի Իսլամական Հանրապետության
եւ Իսրայելի միջև պատերազմական գործողություններից, այստեղ շատերը իհարկե ասում են Ադրբեջանը, Թուրքիան, խոսելով այն մասին, որ Թուրքիա եւ Ադրբեջանը կարող են օգտվել այս իրավիճակից եւ բացել առնվազն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, այս հարցին մենք վերջում կանրադառնանք, եկեք մի փոքր ավելի գլոբալ նայենք։ Դեռևս անցյալ շաբաթ խոսում էինք այն մասին, որ հերթական անգամ ապացուցվում է այն, որ ամերիկացիները իսկապես ունեն ռազմավարական խնդիր դուրս գալու ոչ միայն Ուկրաինայից, այլ նաեւ մերձավոր արևելքից կենտրոնացնելու համար իրենց ռազմական, քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները Չինաստանին զսպելու ուղղությամբ ծրագիր, որի մասին դեռևս փետրվարին խոսում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Պենտագոնի ղեկավարը Պիտ Հեքսեթը, բայց եթե պատերազմը Իրանի եւ Իսրայելի միջև երկարում է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն որպես Իրանի ռազմավարական դաշնակ, Իսրայելի ռազմավարական դաշնակից չեն կարողանալու երկար ժամանակ թողնել Իսրայելին, մենակ դա հանգեցնելու է մի իրավիճակի, երբ որ զսպել Չինաստանին, կենտրոնանալ Չինաստանին զսպելու ուղղությամբ շատ ավելի երկար ժամանակ հետո իրենք կարողանան դա անել։ Նաև արձանագրենք հետևյալը զուտ ֆինանսատնտեսական առումով էլ բավականին ծախսատար պատերազմ է։ Այսօր հետաքրքիր տեղեկություն եղավ, որ 1 օր պատերազմը Իսրայելի եւ Իրանի միջև Իսրայելի բյուջեին արժենում է 60-ից 80 միլիոն դոլար։ Եթե չլիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը, Իսրայելը չէր կարող պատերազմել Իրանի դեմ։ Երկրորդ այստեղ կողմը եւս կա, խոսքը վերաբերում է Չինաստանին եւ Չինաստանի գործընկեր դաշնակից Մեծ Բրիտանիան, իրենք հետաքրքրված են նրանով, որ պատերազմը երկար տևի, հենց այդ նույն պատճառով, որ ամերիկացիները չկարողանան կենտրոնանալ Չինաստանի զսպման վրա։ Արձանագրենք նաեւ հետեւյալը. Ռուսաստանին եւս ձեռնտու է, որ պատերազմական գործողությունները երկար տևեն, շատ պարզ պատճառով, եթե ամերիկացիները իրենց օգնությունը, իրենց հիմնական ռեսուրսները վատնեն հենց Իսրայելին աջակցելու վրա, խոսքը վերաբերում է թե գումարային առումով, ֆինանսական առումով աջակցությանը, թե ռազմամթերքի, զինամթերքի առումով, ապա դա կհեշտացնի ռուսների գործը։ Ուկրաինայում ավելին զարմանալի չի լինի, որ եթե պատերազմական գործողությունները երկար են, ապա Ռուսաստանը նոր հարձակում, ամառային հարձակում սկսի Ուկրաինայում դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչը վերաբերվում է մեզ, ինչը վերաբերվում է Թուրքիային, Ադրբեջանին, արձանագրենք հետևյալը, հարգելի հեռուստատողներ, ստիպված ենք հերթական անգամ ասել, Նիկոլ Փաշինյանը, երբ որ մեր մեկ դաշնակիցը, խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ուներ խնդիրներ ուկրաինական ռազմաճակատում 2022 թվականի աշնանը, նա օգտվեց այդ իրավիճակից եւ հանձնեց Արցախը Ադրբեջանին։ Հիմա, երբ որ մենք տեսնում ենք, որ կան տեղեկություններ այն մասին, որ Փաշինյանը կարող է մեկնել Թուրքիա, որ նա այնտեղ կարող է հանդիպել Ռեջեփ Տայիպ Էրդողանի հետ, որ իրենք կարող են քննարկել այնտեղ հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, եւ նաև դատելով այն փորձից, որ մենք արդեն տեսել ենք, զարմանալի չի լինի, որ հենց Թուրքիայում Նիկոլ Փաշինյանը հրապարակային պարտավորություն իր վրա վերցնի, որ Ադրբեջանին կտրամադրվի Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ կապ Նախիջևանի հետ, այլ կերպ ասած Զանգեզուրի միջանցք, իսկ արդեն այստեղ երկրի ներսում Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքացիությունը կփորձեն հիմնավորել դա հետեւյալ կերպ. դե աշխարհակաղակական իրավիճակը փոխվեց, Իրանի Իսլամական Հանրապետության գլուխը եւ ձեռքերը զբաղված են, իսկ պատճառով մենք ստիպված եղանք գնալ զիջումների։ Հիշում եք, նա ոնց էր բացատրում նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը, երբ որ սկզբից ասում էր, որ դե 25000 զինվոր փրկեց Ստեփանակերտում, հետո 35000, հետո թիվը ավելանում էր, ով ասաց, որ հիմա նույնը չի կարողանալ եւ ասել, որ քանի որ դե Իրանի ձեռքերը զբաղված էին, մենք ստիպված եղանք գնալ զիջումների, որպեսզի փրկենք 2.5-3 միլիոն հայերի կյանքերը։ Մտածեք այդ մասին։